Արդեն մի քանի շաբաթ թե ինչ ողջ համացանցը քննարկում է դերասան Գևորգ Գրիգորյանին նոր սիրելիին, նրանց հարաբերություններն, ինչպես նաև ջերմ հրապարակումները սոցիալական հարթակներում։ Քրիստինան նոր տեսանյութ է հրապարակել եւ գրել հետեւյալը. Երբեմն մարդիկ ամենաշատը քննադատում են ոչ թե այն, ինչ սխալ է, այլ այն, ինչ չի տեղավորվում իրենց պատկերացումների մեջ։ Բայց այստեղ մի կարևոր հոգեբանական սահման կա։ Ուրիշի հարաբերությունները դիտելիս մենք տեսնում ենք միայն այն փոքր հատվածը, որը մեզ հասանելի է, իսկ մնացածը լրացնում ենք մեր սեփական փորձով, սպասումներով եւ պատկերացումներով։ Եվ հաճախ ուրիշի ընտրությունը դատելու ցանկությունը շատ ավելին է պատմում դատողի ներաշխարհի, քան այդ հարաբերությունների մասին։ Սերը հանրային քվեարկություն չէ։ Մարդուն չենք ընտրում նրա համար, որ մեր ընտրությունը հասկանալի կամ ընդունելի լինի բոլորին։ Երբ դու գիտես, ում կողքին ես խաղաղ, ում կողքին կարող ես լինել ինքդ քեզ նման, ուրիշների ճիշտ տարբերակները պարզապես դադարում են նշանակություն ունենալ։ Որովհետև հարաբերությունների մեջ ամենակարևոր հարցը ոչ թե ինչպես եք երևում ուրիշների աչքերում, այլ ինչպես եք զգում միմյանց կողքին։ Ահա այսպես է Քրիստինան մեկնաբանում իրենց հարաբերություններն ու պատասխանում տարածվող մեկնաբանություններին ու անվերջ քննադատություններին։ Իսկ մեզ մնում է հավելել նաև, որ զույգն արդեն ակնարկել է իրենց հարսանիքի մասին, ինչը կարծես թե սարերի հետևում չէ։ Դե իսկ մենք անդրադառնանք նաև աստղային այլ նորությունների։ Այսօր օգոստոսի 10-ին լույս աշխարհ է եկել դերասան Կարո Հովհաննիսյանի առաջնեկը։ Զույգը դուստր է ունեցել, ում անվանակոչել են Էլիզաբեթ։ Ուրախալի լուրը դերասանը հայտնել է իր սոցիալական էջերում։ Էլիզաբեթ Կարոյի Հովհաննիսյան, բարի գալուստ, մեր կյանք, գրել էր դերասանը։ Հավելենք նաև, որ 2024 թվականի նոյեմբերի 1-ին դերասան Կարո Հովհաննիսյանն ամուսնացավ սիրելիի, դերասանուհի Սիրանուշ Երիկյանի հետ։ Ամեն ինչ վերաիմաստավորվեց։ Սիրո եւ ներդաշնակության օր։ Դեռ այն ժամանակ լուսանկարներ էր հրապարակել ու գրել դերասանը։ Star News-ը շնորհավորում է զույգին ուրախալի լուրի կապակցությամբ։ Ուղիղ 1 տարի առաջ հենց այս օրը պարուհի Սոֆի Դևոյանը ընտանիք կազմեց։ Հենց այդ առիթով նա լուսանկար է հրապարակել եւ գրել. «Մեկ տարի է ամեն օր իրար ենք ընտրում եւ դա կյանքի լավագույն որոշումներից մեկն է», գրել է Սոֆին ու հավելել. «Այսօր մեր ամուսնության 1 տարին է։ Մեր ընտանիքը 1 տարեկան է։ Եվ ես սիրում եմ քեզ, եթե հնարավորություն ունենայի ընտրելու, կրկին քեզ կընտրեի, եւ դու սիրում ես ինձ այնպես, ինչպես ես կուզենայի», սոցիալական հարթակներում լուսանկարներին կից գրել էր պարուհի Սոֆի Դևոյանը։ Դերասան Լևոն Մկրտչյանի կինը, դերասանուհի եւ ռադիոհաղորդավարուհի Էվելինա Ստեփանյանը կրկին ակտիվություն է ցուցաբերել ինստագրամյան հարթակում։ Նա նախ հայտնել է, որ ինքը առանձին եւ Լևոնն առանձին գնացել են իրենց ընկերների հետ հանդիպման, հետո իհարկե ընտանիքը եւ ընկերները վերամիավորվել են երեկոն միասին անցկացնելու համար։ Star News-ն առանձնացրել է կադրերը, առաջարկում ենք դիտել դրանք։ Սիրոնչի ամպերի հետևում է այսօր արևը։ Hello։ Ինչ ես անում։ Կակետ եմ խոսում։ Սելյովին բարևի։ Իրենց մոտ շատ լավ անցնում հաստատ, բայց մեր մոտ էլ վատ չանցնում, մենք արդեն Երևան եկանք, որ Միշկային տեսնենք։ Միշկան գործը վերջացրել է, հիմա հասնում է մեզ մոտ։ Ասենք իրան վերցնենք, ուր գնանք։ Այսօր օրը վերջ չունի, մինչև վերջ, կիրակի տակ կիրակի։ Ովքեր չգիտեն, ինձ գրում եք ով է նա, Ջուլի, իմ մանկության ընկերուհին է կարելի ասել, մենք թատրոնում ենք միասին մեծացել։ Դե 10 թե 11 քանի տարեկան։ Չէ, տարին հա, բայց քանի տարեկանում ենք թատրոն գնացել։ 10։ Ես 10 էի հաստատ, 10, իսկ Ջուլին 11։ Հա, Ջուլին մի տարի կամ 2 տարի հետո է եկել Ամինայի հետ, Ամինան ու Ջուլին հարազատ քույրեր են, հարազատ հոգիներ են։ Ջուլին իմն է։ Դե ասեմ, որ շուտով Ջուլի հարսանիքն է լինելու։
Ջուլիին եւ Գագին ծանոթացրել ենք ես եւ Լևոնը։ Գագը Լովի ամենամտերիմ մանկության ընկերներից է, Ջուլին իմ։ Այնպես որ ես սրտեր եմ միացնում։ Լարիսա Գուզիևա։ Հեսա գալու է քեզ հանի Ջուլինայի։ Ես իրա տեղն է դեմնա անիշկայի տեղը։ Ջուլինա նստել, հեսա գալու է հանի։ Կա։ Նեղացած ես կյանք։ Հետս նստում նեղացած ես, մետ նայեկաս հրաշքին էլի ինչ։ Անտիրասա։ Ես համով։ Ուրենք գնում, դու էտ ասա, ուր ուզես ընդեղ գնում ենք, կարուսել նստեմ։ Բլոգեր Քրիստինա Մարգարյանը կրկին ուշադրության կենտրոնում է։ Վերջին շրջանում նա հաճախ է ինստագրամյան հարթակում անդրադառնում իրեն վատ մեկնաբանություններ գրողներին, այս անգամ եւս բացառություն չէ։ Առաջարկում ենք լսել բլոգերի խոսքը։ Բարև ձեզ, ո՞նց եք։ Ինչ լսել է, դեռ չէինք լսել։ Ուրեմն երեկվա նկարից տակ մեկը գրել է «Էս Բախտիկյանը»։ Չնայած մի քանի վաղ առաջ էլի էր ինքը այդ մեկնաբանությունը անընդհատ տենց է ինձ ոնց ասեմ, տենց է ինձ կոչվում, հա, այս Բախտիկյանը։ Ուրեմն երեկվա նկարի տակ էս Բախտիկյանը, լավ, ինչի համար որ Սևան եմ գնացել։ Հա, ընկերներիցս մեկը գրել է, հա, չէ, լրիվ Բախտիկյանն է, էլի Սևան է գնացել։ Էն որ չգիտես, ինչ պատասխանես, ինչ ասես։ Եկեք տենց էլ թող մնա էլի, հա, իր ասածը, այդ Բախտիկյանը։ Այդ ես եմ։ Ինձ տենց կկոչեք։ Հատ բաժապես նա երկու բառ ասա գնամ էլի։ Չէ, դու ասա։ Արա ես քո մասին ամեն ինչ գիտեմ։ Հիմա մամ ինչ ասում սուտալին է։ Չի ճոտառա։ Նոստը մեծատար։ Սա սառատառա էլի։ Ուրիշ տար չկա։ Ուրիշ հերոսյան, չգիտենք։ Միրոպա, ոնց եմ նկարում։ Կյանք ասում եմ, որ դու ասես։ Ես չեմ կորել, այդքան տաղան Չի կարելի, ամոթ ասա հեռացրեք, տենց սինահավատ բաներ են, չի կարելի հավատալ։ Այո։ Շատ Բախտիկյանն եմ, հիմա էլ եկել եմ այրոպորտում նստած եմ, ճիշտ ասած սառը չայ վերցրեցինք ընկերուհուս հետ, ինքը վճարեց դրա համար 3500 դրամ, դե ես որպես որ Բախտիկյանն եմ, ինձանից գումար չվերցրեցին, տենց բախտ եմ ցանկանում քեզ ջանս